Հակակոռուպցիոն կոմիտեն 5 ամիս անց նոր նախագահ ունի։ Արթուր Նահապետյանը միջև նոր նշանակումը քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024-ի նոյեմբերից, երբ Փաշինյանը SMS-ով հայտնեց նաև Սասուն Խաչատրյանին, որ պետք է դիմում գրի։ Շնորհավորանքներից հետո Փաշինյանը հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավարին հրահանգում է դարակներից հանել 5 քրեական գործերը, ասում է կառավարությունն ու ժողովուրդը կոմիտեի հետ մեծ հույսեր էին կապել ու կապում։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետև պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Փաշինյանը զարմանքով ու զայրույթով է արձանագրում, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով հարուցված գործերի վրա այսպես կոչված փոշի է նստել։ Ասում է, երբ հարցրել է, ասել են նախաքննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի եւ ելի եմ ասում, դա ընդհանրապես անթույլատրելի է, որ կարող լինի դեպք, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 տարի հետո, ասենք բա ինչ եղավ այդ գործը եւ պարզվի, որ այդ գործի նախաքննությունը շարունակվում է։ Փաշինյանի դիտարկմամբ նույն պատկերն է նաև քննչական կոմիտեում եւ դատաիրավական համակարգում առհասարակ։ Դատական համակարգից համընդհանուր հայտարարագրում ասում է, որ համակարգի ներդրումը թվայնացման ուղղությամբ շատ մեծ խթան է, քանի որ պարտավորված են լինելու թվային հարթակներն ուժեղացնել։ Երկրորդը համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք է ստեղծվում, որը ըստ Փաշինյանի ուժեղացնում է եւ պետությունը, եւ քաղաքացուն։ Երրորդն այն է, որ կրթական բոլորովին նոր ենթակառուցվածք է ստեղծվում։ Իմ ոգևորությունը չի նվազում, որովհետև ինչքան գնում է, ես հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ իրոք շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում եւ ուրախ եմ, որ մենք այդ բարեփոխումը անում ենք, բայց ուրախ եմ, որ ակնհայտորեն այն առաջին տենց հակադարձումից հետո հանրային ընկալումը process-ի նկատմամբ գնալով օր-օրի այդ ավելի տեսանելի եւ նկատելի է եւ դա իհարկե շատ ուրախացնող փաստ է եւ ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունը արտահայտել։ Ֆինանսների նախարարն էլ արձագանքում է, որ առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացնեն հասկանալու համար, թե ինչպես կարելի է համակարգը զարգացնել, որ այն ոչ թե դառնա ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ հնարավորությունների պատուհան։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։